Լալեյան Արևիկ ստացել է 7 միավոր, Սմբատյան Արուսյակ ստացել է 7 միավոր, Արաքելյան Մերլինը ստացել է 5 միավոր ընդամենը։ Ստուգողական աշխատանքից աշակերտների բարձր գնահատականները Ընկեր Կարապետյանի մանկավարժական երկարամյա փորձի արդյունքն են, կարողանում է պարզ մատուցել նույնիսկ ամենաբարդ թեմաները։ Ավարտական քննություններին էլ նրա աշակերտները 8-ից պակաս չեն ստանում։ Փաթեթը ստանում ենք ԳԹԿ-ից եւ երեխաները շատ ուրախանում են, որ պետք է այդ օրը ենթադրենք հանձնեն հայերեն, որովհետև նրանց պատկերացմամբ այդ բոլոր նյութը, որը զետեղված է այդ թեստերի մեջ, նրանք ամբողջովին անցել են։ Գերազանցիկները ամառային արձակուրդներից հետո չգիտես ինչու հայտնվում են ծուլիկների շարքում։ ԳԹԿ-ի տվյալներով մաթեմատիկայից անբավարար է ստացել 10-րդցիների 35%-ը, հայոց լեզու գրականությունից կտրվել է 25%-ը։ Հունիսին ավարտած երեխաների միջին գնահատականը 6-ից 7 է, իսկ այդ նույն աշակերտների գիտելիքների գնահատումը հոկտեմբերին 3.5 է։ 2008-ին, երբ ներդրվեց ավագ դպրոցների համակարգը, նոր դպրոցները նախատեսված պլանով չզարգացան, բացատրում է Անահիտ Բախշյանը։ Հայոց լեզու ու մաթեմատիկան ի դեպ միակ խնդիրը չեն։ Կան առարկաներ, բնագիտական հատկապես ֆիզիկա եւ քիմիա, որտեղ միջին գնահատականը 2.5-ից 3 է։ Մանկավարժական համալսարան ավարտած քիմիա եւ ֆիզիկա ֆակուլտետի ապագա մանկավարժների գիտելիքները եւ պատրաստվածությունը այդպես էլ բարձր չեն։ Մանկավարժներին հաճախ են մեղադրում, թե աչք են փակում արտադրության վրա, նույնիսկ հուշում են աշակերտներին։ Անահիտ Բախշյանն ասում է, խնդիրը լուծելու համար մանկավարժների աշխատանքը պետք է վերահսկեն Կրթության ազգային ինստիտուտի փորձագետները, որոնց մուտքը դպրոց այսօր արգելված է։ Արսեն Դումանյան, Նարեկ Եղիազարյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։